Նայեք, սրա էությունը որն է։ Ինքը ասում եմ, ես հերթով գալիս են մարդկանց անուններ, ու խնդրում եմ ես, որ մենք իրենց պտտած հերթականությամբ տպենք։ Այսինքն մեզ գալիս է 4 հատ մուտք, ու հետո այդ 4 հատ մուտքը պետքա մյուս կողմ հերթականությամբ տպենք։ Ստեկերա Դավիթ, Մարտին, Էդվարդ, Մարտին, պետքա տպենք Մարտին, Էդվարդ, Մարտին, Դավիթ։ Այդ պահանջը հասկանալ, օքեյ է, բարձր պահանջը։ Հա։ Հա, դե այդ կանք ոնց որ այսինքն մենք խնդիրը գալիս է նրան, որ 4 հատ մուտք անենք, այդ 4 հատ մուտքը որ անենք ու փոփոխականների մեջ պահենք, հետո արդեն ուղղակի պետքա 4 հատ print անենք ու արդեն հերթականությանը զգուշ լինենք, թե ինչ հերթականությամբ ենք print անում։ Այդպես որպես ցուցում, չգիտեմ, օգնեց թե չէ։ Ավելի բարձր դարձրեց։ Լավ կփորձեմ մի քանի հատ տեսնեմ ոնց կստացվի։ Նենցա կարանք հիմա էլ գրենք կոդը, ուղղակի ինձ թվում է մաքսիմալ լավ կլինի, որ տոնց ինչքան նավրա երկար փորձենք, նոր գրենք։ Քանք պայմանավորվենք, այսօր էլ փորձեք ու եթե բան չլինի, եթե այսօր էլ չստացվի, ինձ գրեք, կամ ինձ կամ ցանկալի բանում, սերվերում, որտեղ արդեն մի քիչ ավելի ծավալուն հուշում տամ, էլի։ Բարի, Լևոն։ Ես այս խնդիրներից մեկը են հավելյալ խնդիրներից։ Անելու ընթացքում ոնց որ ալգորիթմը սաղ ճիշտ ստացել եմ, բայց 13-րդ հավելյալ ստուգման մեջ խնդիր է տալիս։ Հավելյալներից երկրորդ բաժին երրորդ խնդիր։ Հա, այս շատ լավ խնդիր է, այս ահավոր լավ խնդիր է։ Եկեք ուզում եք ասեմ թե ենթադրաբար որ դեպքի համար է խնդիր առաջանում, դուք փորձեք։ Օրինակ 35 ու 7 եթե լինի մուտքում։ Այդ օրինակը մի հատ փորձեք գրել։ Ձեր կոդը հիմա չեմ ուզում բացում էլի, որ բոլորով չտեսնենք, ուրիշներն մտածեն, բայց համարյա վստահ եմ այդ 35 ու 7-ի խնդիրն է լինելու։ Կամ օրինակ 15։ Մի խոսքով ասած նա, որ ու հավասար քանակությամբ բաժանվելու դեպքն է խնդրահարույցը, էլի։ Հա, լավ ասացա։ Այդ մի հատ փորձեք, եթե էլի չստացվի, գրեք։ Մուտքում տված է այտենց կիսամյակի ընթացքում աշակերտը 3 հատ թեմատիկա գրել, դրա գնահատականներն է տված, ու տված է թե ինքը կիսամյակային է, ինչ է ստացել։ Խնդրում եմ, որ մենք արտացենք, թե ինչ միավոր կիսամյակային գնահատականը ինչ է լինում այդ ուսանողի։ Հիշեցնեմ ոնց է հաշվվում, բան էինք անում, ոնց որ կիսամյակի ընթացքում սաղ ստացած գնահատականների միջինն էին հաշվում, հետո այդ միջինը ու կիսամյակայինը գումարում էին իրար ու կիսվում էին։ Այդ ալգորիթմով է գնահատականը հաշվվում։ Լսում եմ։ 3 հատ input է սկզբից պետք ունել։ Կարելի է գրել grade 1 հավասար input։ Այստեղ իմիջիայլոց մի հատ ընտիր նշում, շատ լավ է, որ փոփոխականը սենց բան եք ասում, տենց իմաստային լավ բան է, էլի։ Ոչ թե տենց ABC-էր։ Այդ շատ ընտրում է։ Grade 1, grade 2։ Մեկի grade 3։ Բայց մենք այստեղ մի հատ էլ մուտք ունենք, 3 թեմատիկ եւ մի կիսամյակային։ Հա, լավ։ Մեկը կարելի է գրել overall grade, մի քիչ դժվար դառնում, բայց Մենք ոնց է գրենք հենց կիսամյակային էլ, բայց բան կիսամյակային ոնց կլինի։ Լավ, overall-ը ուղղակի ամենավերջի բանն է ուզում ենք կան, գրենք final exam օրինակ։ Վերջնական քննությունը։ Input, բայց մուտքերը կանենք։ Հա, լավ։ Ինչ կասեք, ժողովուրդ input թե ուրիշ բան։ Չէ, իրան պետք է այս պահին պետք է լինի պրինտեդուրա։ Ահա։
Հա, ճիշտ է։ Input-ի դեպքում ինքը պրոստը Հարվա տեքստ է ժամ։ ընկալելու։ Իսկ մեզ պետք է որ ինքը բան լինի։ Հենց կոնկրետ գնահատական լինի, հենց կոնկրետ թիվ լինի։ Շատ լավ։ Այս օքեյ է ժողովուրդ բոլորին։ Այո։ Հələ, դե եկեք գրանք առաջ, հետո ինչ ենք անում։ Տալիս ենք print կարելի է էլի փակցեր բացել փակցերի մեջ։ Ստիլը սանչատեմ, չպտովտի չկապտլավանամատս, փակակցերի մեջ ինչ։ Կարելի է փակցեր էլի գրել։ Որքան մի անգամ էլ կասեք, եթե էլի չլսեցի հեռախոսով կմիանամ նորից։ Ասում կարելի է փակագծերի մեջ փակագծեր բացել մաթեմատիկական հաշվարկների համար։ Հա, հիմա լսեցի։ Հա, իհարկե, լրիվ ազատություն ունենք։ Բացեմ մի հատ։ Հա։ Grade 1 գումարած grade 2 գումարած grade 3 գումարած final exam Չէ։ Միջինի պետք է մտնի այս վերջնական քննությունը։ Չէ, ուզում ենք բան անենք, ուզում ենք կիսամյակի գնահատականների միջինը հաշվենք, ու հետո առանձին դա ու կիսամյակային ուզում ենք, այսինքն եթե մի հատ օրինակ նայենք, ասենք եթե մարդը ստացել է 6, 7, 8, ու հետո կիսամյակայինը 10 է ստացել, մենք ասում ենք իր կիսամյակային միջինը եղել է 6 գումարած 7 գումարած 8 երրորդ 21 երրորդ 7, հետո բանը 10 է ստացել, 7 գումարած 10 կես, վերջում էլի, այդ պրինցիպով ենք ուզում բան անենք։ Տեսեք բան որպես օրինակ։ Ժողովուրդ, ով ձեռք է բարձրացնում, միանգամից բան արեք, էլի, կարող միանգամից անմիտ լինեք խոսակ։ Ես բան եմ, էլի, մի մոնիտորով եմ, տենց լավ չեմ տեսնում, էլի, բոլորին ով ձեռքը բարձրացրել։ Կարծում եմ, որ ավելի լավ կլինի։ Ոյ։ Ինձ թվում է սկզբից ավելի ճիշտ կլինի այդ grade-երը բաժանել 3-ի, հետո այդ միջինը գումարել final exam-ին ու բաժանել 2-ի։ Հա, կարելի է, այտենց կակրաս բան, սաղ մի տողի վրա որ չլինի, ավելի հեշտ կկարդանք, այսքան ոնց գրեմ։ The print grade 1 plus grade 2 plus grade 3 բաժանած 3 Ու սա ինչ-որ փոփոխականի մեջ պահենք, հա։ Հա։ Կարանք լավ շատ անգամ կիսամյակային միջին օրինակ։ Այսպես գրենք։ Հետո գրենք կիսամյակային միջին plus final exam բաժանած 2։ Հայկ ջան, բայց այստեղ ճիշտ է ինքը գրված կիսամյակային միջինը չպիտի այդ մեկից փակագծերի մեջ լիներ, հանուր բաժանի 3-ի։ Պիտի։ Շատ ճիշտ է։ Ես շուշուտ սխալ եմ գրել, էլի դիտմամբ։ Մեկ-մեկ էլ ոչ դիտմամբ եմ գրելու սխալ, բայց դուք պետք է միշտ գոն լինեք, էլի։ Դե դեպքում կիսամյակային plus final exam-ն էլ փակագծերի մեջ ու դա նշանակենք կիսամյակի գնահատական բան փոփոխականով կամ ինչ-որ լուբոյ ցանկացած փոփոխականով print անենք կիսամյակի գնահատականը։ Հա, շատ լավ։ Կարանք աշխատացնենք արդեն, եկեք հենց այս 6, 7, 8, 10-ի համար փոխենք։ Լավ, 7, 6, 8
10 ահա 7 գումարած 10 կեսը հենց 8 կես պետք է տա Չէ, ընտիր ժողովուրդ Այս Իսկ ավելի Okay. արագ, ավելի կարճ անելու հնարավոր ձև կա, ավելի կարճ կոդ գրելու։ Թե իմաստ չկա ստեղ ավելի։ Իրականում կա, ոնց որ այստեղ մենք ձեռքով գրեցինք այդ միջին հաշվելու կոդը, կարանք ասենք հրամաններ ենք անցնելու, որ տենց կգումարի մի քանի թիվ իրար երկարությունը կհաշվի ինչ որ թվերի քանակի բանի, տենց տարբեր մեթոդներ անցնելու ենք, էլի, որ ամեն ինչ կկարճացնի, բայց այս պահի դրությամբ այս ոնց որ բավականին կոմպակտ կոդ է, էլի արդեն։ Կարանք այսօր մի տողով գրենք, որքի ոչ ընթերնելի կլիներ, սենց շատ ավելի նախընտրելի է։ Այս խնդրից հարցեր կան էլի ժողովուրդ։ Իսկ այդ աշխատացնելու պահը ոնց եք անում, որ այնց հերթականությամբ բերում, մի քանի անգամ սեղմելով։ Որ հերթականություն, հա, ստեղ որ տպելուց, հա, ամեն անգամ ինչ որ բան որ մուտք եմ անում, enter եմ սխմում, այդ enter-ը ոնց որ ասում է, ահա, ուղարկում է փոփոխական մեջ պահում այդ մեկը, ու այս ինչի շարունակում։ Կա հա։ Եկեք նորից միացնեմ։ Բայց հա, պատասխանն է, որ հա, ամեն անգամ ինչ որ բան գրում եմ, enter եմ սխմում, հաջորդն բացում, enter եմ սխմում, տենց հենց բոլորը բրծնում է, այս 4 տողը փաստացի աշխատում վերջանում է, անկամ ինքը գնալ էլի։ Հիմա դզվեց, հեսա կցույց տամ։ Այսպես գրեցինք օրինակ 7, enter։ Բացեց հաջորդը 6, տղրավ ես անգամ միջինը 5 լինի ու կիսամեկայինը լավ է ստացի, կտպի 6։ Այս մեկը, որ այս մի հատ էլ ես դաշտը բացած, այս իզուր է էլի, ուղղակի մտածած էր կոնքում եմ աշխատացրել, այս ինտերնետի հետ կապված նորից բացած էլի, թե չէ սրանով կվերջանար։ Okay էր։ Հա։ Ժողովուրդ, մենք մտածեք տեսեք այս խնդրի հետ կապված ինչ հարցեր կան, ինչ է, ինչի։ Մի հատ այս մեկը մարսենք, նոր գնանք առաջ։ Ինք, 4, 3, 2, 1։ Դելա, գնանք առաջ։ Հաջորդ խնդիրը էլի տենց մի քիչ մաթեմատ խնդիր է, որտեղ էի դրել։ Հեսա։ Խնդիրը հետևյալն է։ Ունենք մի հատ քառակուսի հավասարում, ասենք x քառակուսի գումարած 2x գումարած 1։ Ինչ որ մի հատ քառակուսի հավասարում ունենք, ու այդ հավասարը 0 է, էլի։ Մեզ տված է իր գործակիցները։ Այսինքն այս անբենց են։ Ու խնդրում է, որ մենք տպենք այդ լուծումները, այդ քառակուսի հավասարման, գտնենք արմատները մի խոսքով։ Պատկերացեցիք։ Հա։ Հա։ Okay։ Դե եկեք մտածենք ոնց ենք դրա կոդը գրում, հետո profound-ում որպես տնային սրա մի քիչ ավելի ընդհանուր խնդիրը լինելու է։ Մենք հələ նախնական տենց մի հատ փոքր դեպք գրենք այս խնդրի։ Ես արդեն պատկերացրեցի լուծումը, ինձ թվում է։ Համեցի։ Երևի մաթեմատիկայում հենց ոնց որ մենք լուծում ենք, այդ նույն ձև կոդերով տալու ենք, ուղղակի երբ որ այստեղ ասում է x քառակուսի գումարած 2x + 1, տենց եք, չէ՞ ասել։ Հավասար է 0։ Այստեղ մի հատ մենք տալիս ենք, որ a փոփոխականը հավասար է 1, b փոփոխականը հավասար է 2, c փոփոխականը հավասար է 1։ Ու հետո տալիս ենք d փոփոխականը։ Կներես, այդ որից x քառակուսի գումարած 2x, այդ ուղղակի օրինակ է, էլի։ Մենք ուզում ենք ընդհանուր տենց ABC-ի համար աշխատացնենք։ Մեկ էլ ժողովուրդ, եթե կարիք կա, կարամ այս բանձավը կարամ ստեղ բանեմ, այստեղ գրենք, որ վերհիշեք էլի։
Սա դիսկրիմինանտ էր կոչվում։ Դա օրակի շացում ուղղակի։ Float-ով անենք, որովհետև մենք չենք կարող վստահ լինենք, որ դա ամբողջ թիվ կլինի։ Հա, շատ ճիշտ Float է։ input։ Կարող է լինի։ Շատ ճիշտ է։ Անհավասար է float input, չէ։ Հետո B-ն հավասար float input, C-ն հավասար float input։ Ստեղ մեկ էլ մի հատ փոքր դադար անեմ, նշում անեմ։ Այս ուտ ասում եմ, որ վերհիշենք, չեմ ասում տենց լավ է, կարանք նաև սենց գրենք, էլի գրենք ամբենցեն հավասար է float input, ստորակետ float input, ստորակետ float input։ Հա։ Ավելի նախընտրելի է այն առաջի ձևը կարծում եմ, ըստ իր 3 տողով, բայց ուղղակի հիշեցնեմ, որ սենց բան կա, էլի։ Ընտիր։ Հետո տալիս ենք, որ x-ը հավասար է այդ բանաձևը։ Կամ կարանք գրենք, որ դեն դիսկրիմինանտը հավասար է b քառակուսի մինուս 4ac ու հետո արդեն x-ը տանք։ Հա, շատ լավ։ Ոնց եմ քառակուսի հաշվում։ 2 հատ անգամ։ 2 հատ անգամ 2։ Ճիշտ է։ Մինուս 4ac։ Ու հանած 4ac, սենց չէ։ Այո։ Թե անգամ C։ Համաձայն Տենց չի հասկանա։ Հա։ Անգամ C։ Ճիշտ է։ Ահա։ Շատ լավ, դիսկրիմինանտը ունենք։ x1-ը հավասար է։ Կներես։ Ժողովուրդ, մինչև այս պահը ամեն ինչ նորմալ է։ Ինչ որ հարցեր կան մինչև այստեղ։ Ընկեր Հայկ։ Չպետք է գրենք int input։ Կարանք int գրենք, բայց float-ը ավելի ընդհանրական դեպքում է աշխատում, էլի։ Ասենք, եթե լինի 1.5 x քառակուսի գումարած 4.5 x գումարած 6.5 հավասար է 0։ Այդ արդեն սխալ կհաշվի մեր գրած կոդը, որովհետև ինքը այդ ստացած տեքստի մենակ տենց ամբողջ մասը կվերցնի, էլի, իսկ float-ը ինքը ավելի ճկուն է, էլի։ Ինչ պետք է գրենք, եթե վստահենք, որ հենց ամբողջ թվեր են մեզ տալու, էլի, իսկ ստեղ ամբողջն ինչ ասենք կարա լինի, էլի։ Պետք է ասացիր։ Հա։ Հա, շատ լավ։ Այնպես հարցի համար։ Էլի ստեղ ինչ որ հարցեր կան, ժողովուրդ։ Այստեղ որ գրել եք 5-րդ տողում դեն հավասար է 2 անգամ բազմապատկան նշան 2, այդ ինչ նշանակում։ Սա քառակուսիներ։ Այս նույնն է, ինչ գրենք b անգամ b։ Ընդհանուր դեպքում, եթե գրում ենք, ասենք a անգամի շասանիշ b, այս նշանակում է a անգամ a ու տենց b հատ։ Պատկերացրեցի՞ր։ Հա, հասկանալի է։ Էլի հարցեր ստեղից։ Okay, դա շարունակենք։ Դա իմ գործը տպելն է։ Ասեք տպեմ։ x1-ը հավասար է։ Կարանք x տակի գծիկ 1 գրենք, որ հարմար լինի։ Ահա, հավասար է։ Մինուս b գումարած d այդքանը փակագծերի մեջ ու բաժանած 2։ Բաժանած 2 չէ, բայց բաժանած 2 է։ Հա, 2 անգամ է։ Ճիշտ է։ Ու հետո x2-ով Բայց դեն բան չի, արմատը պետք է լինի։ արմատ, հա։ Ոնց ենք գրում արմատը։ Բարձրացրած 1/2 աստիճան։ Բարձրացրած 1/2 աստիճան։ Ճիշտ է։ Սրա 1/2։ Այո։ Ընտիր։ Ու հետո x2-ն էլ այդ նույնը ուղղակի մինուս d-ով։ Գրենք, տեսնենք։ Ու print անենք, այս M ամեն պլյուսի ինչը։ տեղը բայց մինուս դրեք։ Ահա, ապրես։ Այս մեկը բանից էր, այստեղ սխալ կա, որ դիտմամբ եմ արել, բայց այս մեկը անկեղծ ու մոռացա փոխեմ։ Ահա, դա աշխատացնենք, փորձենք։ Օրինակի համար 1 մինուս
հա, այստեղ կտեսնենք մի քիչ հետո։ Այժմ լավ, ստոպ տամ, մինչև աշխատացնելը։ Ինչ որ մեկը կա, որ մտածում է, որ ստեղ մի բան չի այս կոդի հետ։ Ինձ թվում է ես։ Դե հա, իսկ լավ, իսկ որ գիտի թե ինչ են չի։ Ասեմ։ Ասա։ Ինձ թվում է մինուս b-ն ինքը տենց չի ընդունի, մինուս 1 անգամ b պիտի գրենք։ Թե չէ։ Հա, չէ, այդ նորմալ է, ինքը լավ Չէ, հասկանում կընդունի։ է։ Հա։ Կընդունի։ Դրանք հետո աշխատի, ծրագիրը։ Ինչքան ավելորդ բան կա փակեմ։ Կներեք ժողովուրդ ինտերնետից համար, տնից չեմ էլի միացել։ Լավ, ոնց որ մինչև թարմանա մի հատ բան նշեմ, որ կարանք անց բան առանց աշխատացնեն նշեմ։ Այստեղ մի հատ փոճուր նշում։ Նայեք ժողովուրդ, այստեղ մենք արմատ հաշվում ենք փաստացի 2 անգամ, չէ՞։ Իրականում 2 անգամ անել ենք 2 անգամ նույն հաշվարկանում, ինքը մեծամասամբ խնդիր չի, բան չկա որ 2 անգամ հաշվում ենք, բայց ինչ կասեք, կարող է արժի այստեղ փոփոխական ունենանք, դրանք հենց արմատ B ուղղակի իրան օգտագործենք, որ ստացվի մի անգամ հաշվեցինք։ Եթե համամիտ եք տենց անենք, ասեք ոնց անեմ անեմ։ Հա, համամիտ ենք։ Տենց էլ անենք։ Փոփոխականով նշանակենք, օրինակ ենթադրենք XYZ հավասար է XYZ նու ինքան որ առել լինի իրար հետևից, որ ոչ X լինի, ոչ X1, ոչ էլ ABC կամ մենք ուզում ենք պահենք բանը, չէ՞, D-ի արմատը, արմատ D-ն ենք ուզում պահենք, չէ՞։ Դա առաջարկում եմ փոփոխականում դնենք արմատ D, որ հետ ավելի հեշտ լինի հետո էլի։ Ու սա հավասար է ինչի։ D-ն բարձրացրած 1/2 աստիճան։ Ահա, ընտիր, ուստեղ արդեն կգրենք ուղղակի արմատ D։ Սենց մոտեցման լավ է նա, որ եթե հանկարծ ինչ-որ բան սխալ ենք արել, ասենք այս արմատի հաշվարկի մեջ մի բան այն չի, մեզ պետք կլինի փոխել մենակ մի հատիկ տեղ, էլ չենք ընկնի ամեն տեղ այդ նույն բանը փոխենք։ Դրանով այդ փոփոխականները լավ ուժեղ են, էլի, իրենք մեզ ճկունություն են տալիս շատ։ Շատ լավ։ Եկեք փորձենք արդեն դժվար, ասենք x քառակուսի հանած 2x գումարած 1-ը, եթե փորձենք, իր արմատները 1 ու 1-ն են, չէ՞։ Ճիշտ է, շատ լավ է։ Բայց այս կոդի հետ մի բան հələ այն չի։ Այս արմատ բանն էր, չէ՞։ Այստեղ նոտացիա անելու բան ունեմ ես։ Արկեմ, գրատախտակ բացեմ։ Հա, նշում եմ։ Իսկ եթե օրինակ նենց տակի, որ մեկ համասարմանը ասեն։ Իսկ եթե ինչ։ Հա։ Եթե նենց տակի, որ մեր հավասարման չկա, այսինքն այն 0-ը, կստացվի նենց, երկու անգամ A0, 0-ի բաժանել չկա, ինքը ո՞նց է դրան ընդունել։ Հա, այդ ճիշտ ես ասում, այդ խնդիր է, այ փորձենք տեսնենք ինչ է ասում։ Ինքը մեզ իրականում հենց այդ էլ կասի, որ լավ, հələ նորմալ է արեց, բայց ընդհանուր դեպքում ինքը ունի բան, հենց սխալի տեսակ ունի, error-ի տեսակ, որը կոչվում է 0-ի բաժանման error։ Ուստեղ եթե գրենք 3 բաժանած 0 օրինակ, ահա, հենց այս խնդրի մասին էլ մեզ այս կբողոքի էլի մեզ։ Կասի, որ չեմ կարող բան անեմ։ Այստեղ իրականում մի քիչ ուրիշ պահ է, թե ինչի էս error-ը չընկավ, դրան հեսա կգանք։ Բայց հա, ոնց որ այս կարևոր նրբությունն է, որը պետք է հաշվի առնել, բայց մենք հələ դեռ ուղղակի կենթադրենք, որ անբենցեն կան ու բան, ու դիսկրիմինանտն էլ դրական է։
Այդ ավելի ընդհանուր դեպքը հետո Profound Academy-ով կանենք էլի կամ կանենք։ Բայց շատ լավ նկատառում էր։ Բայց իրականում ես մի քիչ հուշում եմ, թե ինչ սխալ ունենք կոդի մեջ։ Բայց եկեք մի հատ սխիչի մեսենա անտացիաները դզվեմ։ Եթե օրինակ x քառակուսի չէ, լավ չաշխատեց։ X քառակուսի հանած 2x գումարած 1-ը փորձեցինք, չէ՞։ X քառակուսի հանած 2x գումարած 1։ Սրա արմատները ինքը տվեց 1, 1, չէ՞, նորմալ ամեն ինչ։ Իսկ եթե լինի օրինակ 2 անգամ x քառակուսի հանած 4x գումարած 2-ը հավասար է 0, սրա արմատները որոնք են ըստ ձեզ։ Այդտեղ բռնել եմ ու սա 2-ով եմ բազմապատկել։ Նույնն է լինելու։ Ահա, ճիշտ է, որովհետև սա նույնն է, ինչ 2 անգամ այս պատմությունը, այսա 2-ը 0-ի հավասար չի, ուրեմն սա պետք է 0-ի հավասար լինի, իր արմատներն է 1, 1-ն է։ Այս պարզ է, ժողովուրդ։ Եթե ինչ-որ հարց կա ստեղից ասեք, մենք էլ եկեք թե փորձարկենք մեր վարկածը։ 2 մինուս 4, 2, տեսնենք, 4, 4 տվեց, սխալ է։ Հիմա ասես մի հատ Իսկ կարող է այդ երկու անպետք փակագծերի մեջ երբ որ հա, այդ է խնդիրը։ Այստեղ մենք փաստացի արենք բաժանած 2 անգամ a։ Այդ դրա պատճառով էլ, երբ որ a0 էինք տալիս, ինքը խնդիր չէր առաջացնում, որտեղ մենք 0-ի վրա չենք բաժանում, մենք 0-ի վրա բազմապատկում էինք։ Այստեղ պետքա կամ սա էլ դարձնենք բաժանած, կամ պետքա այս բան փակագծերի մեջ վերցնենք այսա։ Աշխատացնենք, տեսնենք 2 մինուս 4, 2, 1, 1։ Հիմա արդեն ստացվեց։ Ընդհանուր դեպքում, երբ որ ծրագիր եք գրում ու տեսնեք ինչ-որ բան այն չի աշխատում, իմ խորհուրդը ուղղակի բան արեք։ Լիքը պրինտեր շարեք, այստեղ մի հատ բան տպեք։ Հետո այստեղ գրեք, ասեք print արեք, ասեք բան։ Printing armat discriminant, նեքսենս մի բան, d-ի armat d տպեք։ Ամեն ինչ տպեք, արժեքները նայեք ու տեսեք, կա ինչ-որ մի բան, որ այն չի ինչ դուք մտածում եք, այն չի ինչ ակնկալում եք։ Այդպես printer շարելը շատ օգնում, էլի սխալի աղբյուրը գտնել։ Հիմա այստեղ միանգամից արագ գտանք, բայց եթե չգտնենք, կարենք այստեղ մի հատ դիսկրիմինանտը տպենք, տեսնենք, որ հա դիսկրիմինանտը ճիշտ է աշխատում, այս ABC-ն տպենք, տեսնենք, որ ABC-ն ճիշտ է նյութանում, դրանից կեզակացնենք, որ ծրագրի այս կտորը խնդիր չունի։ Ուրեմն այս երկու տողի մեջ է խնդիրը։ Կարենք հետո առանձին սա տպենք, տեսնենք, որ չէ, սա նորմալ է անում, ու արդեն կեզակացնենք, որ այս կտորի մեջ է խնդիրը ու արդեն կլուծենք, էլի։ Ինքը ասած ոնց որ փոքր դետեկտիվ է դառնում, էլի։ Դա ման են գալիս, փորձում ենք գտնենք, թե ով է մեղավորը այս ծրագրի չաշխատելու մեջ, բայց շատ կարևոր հմտություն է, էլի։ Իր տերմինը, էլի որ տերմիններ մուծեմ ուղղակի, կոչվում է debugging։ Bug-ը այդ բանն է, երբ որ ինչ-որ բան այն չի աշխատում, սխալ անում է, դրան bug են ասում։ Debugging-ն է, ոնց որ բագերից ազատման process-ն է, էլի։ Լավ, ուրեմն մի պահ։ Ստեղից ինչ-որ հարցեր կան ժողովուրդ, կամ նշումներ, ցանկացած բան մի խոսքով, էլի։ Ինչն է որ լրի վստահ չեք, որ տեղին հասկացել եք։ Տեղեկությունը միացրել եք, չէ՞։ Հա, տեղեկությունը միացրել եմ։ Բայց եթե ինչ-որ բան կա, որ մտածում եք լավ, հետո որ վիդեոն նայեմ, այդ ժամանակ կհասկանամ, կարելի հիմա ասեք միանգամից։ Okay. Ես մի քիչ էլ սպասեմ, տեսնեմ սրանից հասկա թե չէ, եթե չկա կգնանք առաջ արդեն։
Okay, դե բարի։ Այս կոդը ես չգիտեմ ձեզ կուղարկեմ թե չէ։ Բայց որ կարամ շատ արագ ուղարկեմ, էլի, ժամանակային տեսանկյունից հետ չէ, բայց մտածում եմ գուցե չուղարկեմ, դուք հետո փորձեք վերարտադրել, որ լավ տպավորվի։ Եթե ես հանկարծ չուղարկեմ ու ինչ-որ մեկը փորձի գրի ու իր մոտ ինչ-որ բան չստացվի, այդ վաղ գրեք, այդ վաղ կամ հուշում կտամ, կամ կուղարկեմ, բայց ընդհանուր գործնականների հետ կապված, եթե մենք նույնիսկ գործնականին անենք տնայինի խնդիր, խնդրում եմ դուք այդ խնդրին չվերաբերվեք որպես լուծված խնդիր, էլի։ Խնդրին վերաբերվեք լուծված մենակ այն ժամանակ, երբ որ դուք լրիվ մենակով ծերից ծեր գրել եք ու ինքը ճիշտ է եղել, էլի։ Հիմա սա որ այս բանին հասկացաք, հələ փաստ չի որ սա ձեր մոտ տպավորվել է, էլի։ Ես անձամբ իմ բանը որ ասեմ, ես որ գնում եմ դասի եմ նստում, դասին ուշադիր լսում եմ, եթե տանը մի հատ նորմալ տեղը չգցեմ, այդ գիտելիքը հələ իմը չի, էլի։ Այդ գիտելիքը իմն է դառնում, երբ որ ես իր վրա տանջվում եմ, իսկ ուղղակի հետևելը կամ նույնիսկ ակտիվորեն հետևելը, դասին մասնակցելը դեռ բավարար չի, էլի, որտեղ գիտելիքը լրիվ նստի տեղը։ Նամար խնդրում եմ, հեսա մենք գալու ենք բան, այս profound-ից լրացուցիչ բաժնի խնդիրներից ենք մի քանիսը լուծելու։ Դուք իրանց, եթե ժամանակ ունենաք, էլի փորձեք լուծել, էլի։ Թեկուզ եթե հեշտ է հիշում եք լուծումը, ուրեմն դե մի րոպե կտանի ձեզանից, դա էլ ոչինչ։ Երևի։ Այդքանն էի ասում։ Գանք ստեղի այս լրացուցիչ խնդիրների բաժնից լուծենք ու ստեղ մի հատ արագ երկու հատ բան ասեմ, վիդեոյով ուղարկել էի, բայց մի հատ էլ ստեղ շատ արագ ասեմ։ Profound-ը ունի բաժին լրացուցիչ բաժին խնդիրների, side quest-ը կոչվում, ոնց որ կողքից արկածներ, երբ որ լուծում ենք ասենց տարբեր բաժիններից ինչ որ ընտրված խնդիրներ, որոնք ասենք որ մենք տեղյակ չենք լինում։ Օրինակ այս առաջի դեպքում 15-րդ վարժությունը հենց ճիշտ լուծում ենք, ինքը մեզ թույլ է տալիս, որ մենք գանք փորձենք լուծել այս լրացուցիչ բաժնից առաջի բաժնի խնդիրները։ Նույնիսկ այս երկրորդից խնդիրներ կա, որ դրանք հենց լուծում ենք, ինքը մեզ թույլ է տալիս, որ գանք լրացուցիչ խնդիրներ անենք։ Այն մարդիկ, ովքեր որ տնայինը վերջացնում են ու ինչը շատ ընտիր է, կարան գան ու անցնեն այս լրացուցիչ խնդիրների բաժնին, որտեղ ստեղ բավականին լավ որակյալ խնդիրներ կան դրված, էլի։ Մենք գործնականներին հաճախ ստեղից խնդիրներ նայելու ենք, կարող է ձեզ տենց շատ էֆեկտիվ չլինի, եթե նաև լրացուցիչն եք լրիվ լուծել, բայց եթե նաև լրացուցիչն եք լրիվ լուծած լինում, գրեք այդ ժամանակ ինչ որ ուրիշ ինչ որ բան կասեմ, էլի։ Մխիթար լսում եմ։ Ձեր կեք բարձրացրել, եթե ինչ որ բան կա ասելու, ասեք։ Չեմ տեսակ եղել։ Բան չկա։ Մեկ էլ մյուս բանը, որպեսի կարան ասեք, հետո կասեմ ես։ Այգին մեր հարստան։ Вообще Python-ում այս դիսկրիմինանտի մեջ օրինակ որ գրել էինք դե հիմա լսվում է։ Դիսկրիմինանտը որ գրում էինք։ Այստեղ որ գրել ենք դե անգամ բարձրացած ավելի ճիշտ 1/2 աստիճան։ Ուզում եմ հասկանամ, вообще ոնց է հասկանում ինքը սկզբում բաժանման գործողությունը, թե բազմապատկման։ Հասկացա։ Որովհետև եթե օրինակ սկզբում բաժանածն է հասկանում, այսինքն կարենք առանց փակագծերի գրեինք, թե չէ։ Հասկացա, եթե այս sense գրեինք, ինքը սրան կհասկանա որպես d-ի 1 աստիճան, այսինքն հենց d բաժանած 2։ Բայց այս sense որ գրում ենք, ինքը ասում է լավ, ես d-ն պետքա բարձրացնեմ ինչ որ աստիճան։ Ինչ աստիճան, ու գայսած տեսնում որ փակագծերի մեջ գրված է 1/2 ու հասկանում ինքը 1/2 աստիճանն է, էլի հենց։ Այսինքն այսա կլիներ d կեսը, իսկ սա արդեն d-ի արմատն է, էլի, այստեղ այս փակագիծը կարևոր դեր է խաղում շատ։ Հասկացա, այսինքն բայց ընդհանուր առմամբ բաժանմանը ավելի առաջնային է անում։ Դե այստեղ ոնց որ առաջնայինության, այստեղ որպես այդպեսին առաջնայինության բան չկա շատ, որովհետև ոնց որ ուղղակի մենք ասում ենք d-ն բարձրացնենք աստիճան, ինչ աստիճան, այս աստիճան, էլի, ոնց որ իրանք իրար համազոր բաներ ոնց որ լինեն ավելի շուտ, էլի։
նենց բան չկա, որ եթե այստեղ ներնենք դեն բարձրացնենք մեկի աստիճան գումարենք ինչ-որ ուրիշ բան, այստեղ արդեն հավանաբար սա սկզբում կաներ, հետո սա սկզբում կաներ, բայց մեծամասամբ նենց հարցեր չեն լինում, էլի, որ սենց խնդրի առջև կանգնենք։ Okay. Այդ դիսկրիմինանտից կարող ինչ-որ նոր հարցեր առաջացան կամ ինչ-որ հին հարց հիշեցիք, թե հետ գնամ այս բաժին։ 5 վայրկյան սպասեմ, եթե չկա, գնամ ընդեղ։ Okay, հետեկանք ստեղ։ Մեկ էլ ստեղ խնդրում եմ բան արեք, էլի։ Ովքեր որ տենց նախատեսում են ակտիվ տնային անել, ինչը ցանկալի է որ բոլորը լինեն, լավ, շատ կարող է տնայինը։ Խնդրում եմ մտնեն այս պրոֆիլ նկարվյակը տեսնեն, գան այս պրոֆիլ կոճակի վրա ու այս հղումը մեզ ուղարկեն, որ մենք կարողանանք արդեն բան անենք։ Ձեզ հետևենք, ասենց ասած, ու կոդերով տեսնենք, էլի, ու մոտ ինչը չի ստացվել, ինչ որ կոդերի տակ նշումներ գրենք կամ բան անենք, ուղղակի տեսնենք, թե ընդհանուր խումբը ինչ փուլում է, որ հասկանանք դասընթացը ոնց պլանավորենք եւ այդ ոնց որ մեզ շատ օգնի ու նաեւ կօգնի, որ ձեզ օգնենք տնային անել, էլի։ Ով որ արդեն արել է, մերսի ձեզ, ով էլ չի արել, խնդրում եմ արեք։ Եկեք կանք այստեղ այս վարժությունը խնդիրը հետևյալն է, այսինքն փոքրիկ հարցանք է, էլի, ուղղակի ընտրովի պատասխաններով։ Ինչ կլինի, եթե մենք գրենք ուղղակի դատարկ print, ուղղակի զուտ print գրենք։ Տարբերակները ոչ մի բան չի անի ծրագիրը։ Կտպի բացատ, կտպի նոր տող, կտպի բացատ, հետո նոր տող։ Այստեղ ես յաբախտի եմ այս տարբերակը ընտրել, չմտածեք որ սա է ճիշտ է, էլի։ Ով վարկած ունի, թող անմյուտ լինի, ուղղակի ասի վարկածը ու տենց նոր տող, օքեյ, ով համաձայն չի։ Այժմ ուրիշ ինչ տարբերակներ կան։ Բացատ երևի մենակ։ Ահա, բացատ, երկու տարբերակ ունենք, էլի տարբերակներ կան, ժողովուրդ։ Ոչինչ չի Ոչինչ, անում։ շատ ընտիր է։ Ահա, շատ լավ է, եթե մի հոգի դա չոր տարբերակ։ Ես չեմ բացառում error-ը տպի։ Հա, նույնիսկ error։ Շատ լավ է։ Տարբեր 4 հատ տարբերակ ունենք։ Եկեք գանք ստեղ գրենք։ Կարամ բացատրեմ խի նոր տող դրամաբանությունը։ Հա, համեցի։ Որովհետև ընդհանուր որ մենք print ինչ-որ բանը, թեկուզ մեջ ինչ-որ բան գրում ենք, ինքը երկրորդ print-ը sense թե մենք նոր տողից է սկսում։ Հիմա մենք այդ print-ը երկրորդը օրինակ գրում ենք կամ մենակ մի print ենք գրում, ինքը ոնց որ զուտ տող է փոխում, ինձ թվում է դրա համար։ Այսինքն դատարկ մեջը ոչ մի բան ցույց չի տալի, դատարկ չի ինչ-որ բան է ցույց տալիս։ Հա, ես էլ եմ նույն մտքին համում եմ։ Okay, շատ լավ։ Ես մի հատ sense բան հիշեցնեմ, որ ցանկացած բանի, որ print ենք անում, կարանք տանք երկու արգումենտ, sep ու մյուսը որն էր։ End։ Ու end, հա։ Sep-ի ըստ լռելիային արժեքը բացատն է, end-ի ըստ լռելիային արժեքը /n-ն է, այսինքն նոր տող իջնելու ծրագիրն է։ End-ը ինչ էր անում, ինքը ինչ տեքստ տված է այստեղ, իրան կցագրում էր /n։ Հիմա այստեղ, երբ որ ոչ մի բան չենք տալիս փաստացի, ստացվում է մի քանի բան չունենք, այսինքն sep-ը դեռ չի խաղում։ Դրանով բացատի վարկածը դուրս է գալիս։ Ստացվում է, որ ուղղակի ունենք end-ը, որը որ վերջից կցագրում է անում /n-ի։ Եթե ոչ մի բան գրած չի, այդ ոչ մի բանին կցագրում է /n, ու ստացվում է ինքը տպում է /n։ Իսկ /n տպելը նշանակում է ուղղակի իջնել մի դատարկ տող տպել, էլի։ Եկեք մի հատ ուրիշ բան գրեմ, որ զգանք դրա վրա ավելի լավ։ Հայք 1 դատարկ տող 2։ Եկեք ստեղ end-ը փոխենք, որ հասկանանք, որ հենց իսկական end-ի շնորհիվ է, դա, ստեղ end-ը եթե գրենք 3 հատ կետիկ տնենք, տեսեք ինչ կդառնայինք։ 1 նոր տող 3 հատ կետիկ, որովհետև այստեղ
սրա վերջից էլի end կար գրված, իսկ ստեղ այդ նորտողի փոխարեն դարձավ այս 3 հատ կետիկը։ Պատկերացրիք, հո տենց ոնց որ թե շատ երկար խոսացի, այս նորմալ էր։ Okay, բայց շատ լավ էր, որ տենց մի քանի տարբեր վարկած ունեինք էլի միանգամից ու շատ կայֆ էր, որ վարկած ունեինք, որ այս տարբերակներից դուրս էր նույնիսկ էլի։ Շատ լավ է այդ։ Դա բարի։ Եկեք գանք մի հատ էլ խնդիր լուծենք ստեղից, այս առաջի բաժնից։ Այս երրորդ խնդիրը, այս երկրորդը չեն գրի, որտեղ ինքը մի քիչ շատ զուտ բզբզալու խնդիր է, էլի, տենց պրինտեր շարելու, այն լեր տպելու խնդրի նման խնդիր է, էլի։ Այս եթե դուք հավես կանեք, կարեք տպեք, բայց ինքը զուտ շատ տեխնիկական է, էլի, ինքը շատ նորույթ իր հետ չի բերում։ Իսկ այս երրորդը վատիկը չի։ Խնդիրը հետևյալն է։ Ես կարամ Մեզ պետք ահա։ Այդ որ այդ ասենք 18 հատ բաներ, թե այդ չեր են որ էկրաններ տպում, sense 18 հատ աստղանիշ պետք է շարեինք։ Ասենք չենք կարա իրան բազմապատկել, օրինակ անգամ 18 ու նենց որ ինքը մի հատ բազմապատկում հասկանա, մի հատ աստղանիշ։ Ահա, կարանք, միանշանակ կարանք, ուղղակի հələ չենք անցել այդ երբ որ այդ տեքստերը որ կան, այդ որ ուղղակի ասում ենք ճակերտի մեջ ինչ գրված է այդ տեքստը, իրանք հենց հատուկ տվյալների տեսակ են, կոչվում են բան string-եր, string-ը տենց տող բառի թարգմանությունն է, ոնց որ տեքստ տենց տող որպես էլի, այդ string-երի հետ գործողությունների մեջ կա երկու գործողություն, երկու հատ տող, երկու հատ string, երկու հատ տեքստ ավելի բարձր իրար գումարել ու տեքստը բազմապատկել թվով։ Այդ տեքստը բազմապատկել թվով է հենց string-երի դասի ժամանակ կանցնենք ու այդ խնդիրը կդառնա շատ ավելի թեթև խնդիր։ Բայց լավ է, որ մտքով անցել ավեր։ Ինչ որ ուրիշ բան կա, որ կարանք ավելի հեշտ անենք։ Էլի ինչ որ հարցեր նշումներ, ժողովուրդ։ Okay, դե խնդիրը նայենք։ Խնդիրը հետևյալն է, մենք կատարել ենք 5 հատ տարբեր գնում ու ամեն մի ու մեզ մտքում հենց տրված է հերթով ամեն մի գնումը, այդ ապրանքը որ գնել ենք ու գինը։ Հետո ապրանք, գին, ապրանքին տենց 5 հատ հերթով տրված է։ Այսինքն գումարային 10 հատ մուտք։ Ու մեզ ասում է, խնդրում ենք ստորակետով բաժանված, ստորակետ բացատով բաժանված տպի թե ինչ ապրանքներ ա գնվել ու գրի որ final price վերջնական գումար թե ինչքան է վճարվել։ Դա օրինակ final price-ը լինում է 2000 գումարից 300 գումարից 40, մի խոսքով 2510, այս էլ ապրանքներն են հերթով գրված։ Ինքը տենց գաղափարապես նախորդ մեր նայած երկու խնդիրներից էլ հեշտ է, ուղղակի գրենք, որ մի քիչ ավելի շատ վարժվենք։ Ինչ ենք անում։ 11 փոփոխական կարելի է սկզբից սարքել։ Okay, այսինքն product 1 ինչ մեկ։ Product։ Հա, product 1 Product 1 հավասար է input, չէ՞։ Ու ասենք price 1, չէ՞, հավասար է input։ Int input կարելի է գրել։ Ճիշտ է, int input։ Մեկ էլ սենց առաջայք, ստեղ քանի որ տենց 5 հատ զույգ է, եկեք որ ավելի հարմար դառնա, կարանք այսպես անենք։ Մի տողով այդ երկու մուտքը գրենք, որ տենց տրամբանորեն բաժանված լինի, էլի ամեն ինչ։ Այսպես գրենք։ Այս եթե օքեյ չէր ասեք, ու հետո համապատասխանաբար ուղղակի բան ենք անում, չէ՞։ 2, 3, 4, 5 ենք սարքում։ Քանի որ գների մասին է խոսքը, կարծում եմ կարելի է float գրել։ Ահա, ճիշտ է։ Շատ լավ է։ Այստեղ իրականում այս մի խնդիրը ոնց որ թե int-ի դեպքում էլ նորմալ կաշխատեր, բայց ավելի լավ է ավելի ճկուն ձևով գրենք, էլի։
որտեվ ըստ profound-ի մենք հələ float-ը չենք անցել։ Բայց դա հա, լավ է, մենք դրանք float նկատառում էր։ Հիմա հասավ հետարքիր մասը, մուտքերը կարդացել ենք, արդեն գործողություններ անելու ժամանակն է եկել։ Սկզբից եկեք հաշվենք ընդհանուր գները։ Գրենք օրինակ հենց կանգնենք հենց final price հավասար գումար չէ։ Price 1 գումարած price 2 գումարած price 3 գումարած price 4 գումարած pricing։ Ստեղ մի հատ փոքր նշում անեմ, այդ հետո դասերից մեկի ժամանակ ավելի հստակ կասեմ ինձ թվում է, երբ որ կոդը գրում ենք ու զգում ենք շատ է երկարել, կարելի է անել սենց բան։ Դնում ենք այս slash-ի նշանը enter-ի կողքին։ Ոյ դրանից հետո ինչ գրենք արդեն ինքը ոնց որ կհասկանա որպես տողադարձ։ Այդ ուղղակի ոնց որ արագ նշվում է, էլի։ Մեկ էլ մի հատիկ էլ սենց արագ նշում անեմ ոտի վրա, այդ էլ դասերից մեկին նորմալ ցույց կտամ։ Եթե ինչ-որ մեծ թիվ ունենք, օրինակ այն խնդիրը կա գրամը տոննա ենք դարձնում, լիքը զրոներով թիվ ունենք, սա դժվար ընդհանրելի է, ծանր է հասկանալ թե ինչ է։ Հայտնում ես թույլատայից անել սենց բան։ Մենք կարանք որտեղ ուզում ենք այս նշանից շարենք, այս սենց։ Ու ինքը թվի վրա ոչ մի ձև չի ազդի։ Սա ոնց 10 միլիոն կար, նենց 10 միլիոն մնում է, կարանք ստեղել մի հատ սենց գրենք։ Ուղղակի սենց արդեն աչքով նայում ես, հասկանում ես ինչ թիվ է, էլի, իսկ նենց դժվար է հաշվել, թե քանի հատ զրոներ կա։ Ես էլ ուղղակի արագ նշում որպես, էլի։ Հիմա մեր բանը ունենք, այս final price-ը ունենք, ինչ ենք անում հետո։ Print product 1 Հերթով։ Հիմա ընդհանրապես կարանք ստենց գրենք, բայց երկրորդ տարբերակը ձեր ասած end-երով էր։ End-երով կարանք գրենք։ Բայց ինձ մի քիչ ավելի դժվար ընդհանրելի կլինի։ Այստեղ ոնց որ մենք ուզում ենք մի քանի բան իրար հետ գրենք ու իրարից բաժանենք ինչ-որ ձևով, չէ։ Կարանք end-ով էլ տանենք, ուղղակի Սեպով կարանք անել։ Ահա, սեպը ավելի տրամաբանական տարբերակ է, էլի։ Ու ինչ պետք է լինի մեր սեպը։ Ստորակետ ուղղակի։ Ստորակետ պրաբել։ Ահա, ճիշտ է, ստորակետ պրաբել։ Ու մեկ էլ ինչ ենք տպում։ Մեկ էլ կարանք slash-ը նետենք ու final price-ը տպենք, կողքից էլ արդեն մեր final price հենց արժեք։ Ուից հետո կողքից հիմա slash-ը դնենք ու slash n անենք այդ նույն print-ի մեջ, որ նոր print չկա։ Բայց մենք ուզում ենք, որ ինքը նոր տող, ոնց որ ինքը սենց ավտոմատ նոր տող էլի կիչնի է sprint-ով, ոնց որ հաջորդ տողից այս սա կգրի, էլի։ Կանք մեծ աշխատացնենք ինչ այլոց։ Ինքը այսքանը տպում է, ու արդեն հաջորդ print-ը որ գնենք, ինքը ավտոմատ նոր տողից է լինելու, էլի, որտեղ այստեղ մենակ step-ն ենք փոփոխել, end-ը չենք փոփոխել։ Եթե ճիշտ լսեցի ասածը։ Ես նկատում եմ ոնց որ նոր print չգրենք նոր տողից, մի print-ով անենք, էլի։ Իսկ ուղղակի չգրենք final price։ Մի հատ որ այն գումարը հաշվի, մի հատ էլ այն տեքստային մասը գրի final price։ Մի հատ էլ աստիկ մի հատ էլ print չպիտի գրենք, որ final price-ը հաշվի գրի, այդ եք չէ ասում։ Մի հատ այդ final price տեքստը գրի ու հետո բանը գումարին հաշվի։ Այսինքն երկու անգամ։ Այդպես պետք է անենք։ Կարենի ասացի հետ կապված, այդտեղ եթե գրենք, որ end-ը հավասար նոր տող ու հետո գրենք ստեղ տպի final price բանման, իրենք այսրանք նախ պետք է միշտ վերջում լինեն, այսինքն այն ամեն ինչ տպում ենք, գրում ենք, հետո ենք նշում sep ու end-ը ինչ է։ Ուստեղ եթե ավելան էլի ինչ-որ բաներ, օրինակ ավելան final price-ը, հիմա այդ final price-ին նույնպես առանձնացնելու է այս նշանով։
ու այն end-ն էլ վերջում է գծագրել, այսինքն ամեն ինչի վերջում էլի։ Տենց երկու հատ print, եթե մի print-ը մի ձև է բաժանվում, մյուս print-ը մյուս ձև է բաժանվում կամ մի ձև է վերջանում, մյուս ուրիշ ձև է վերջանում, իրենց չեն կարող բերենք մի հատի մեջ մտցնենք, էլի։ Այդ աշճանի ճկունություն չունենք, ցավոք։ Չնայած ցավոք չէ, իրականում sense երկու տողով, երկու print-ով գրելը նույնիսկ ինձ թվում է ավելի լավ է, որովհետև ավելի internally է դարձնում, էլի։ Կոդը ավելի երկար է դառնում, բայց ավելի հեշտ ենք հասկանում։ Ուստեղ մի հատ փոքր շեղվելով, մի հատ շատ կարևոր, շատ լավ արտահայտություն կա, բանն արել, եթե տեղյակ եք Git-ի ու Linux համակարգի տակ աշխատող բանի ստեղծողը Linus Torvalds-ը։ Ինքը երևի ծրագրման ամենակարևոր մարդկանցից մեկն է։ Ոնց որ ինքը ասում էր, որ կոդը շատ ավելի շատ կարդում են, քան գրում։ Համար շատ ավելի կարևոր է կոդը ավելի լավ internally լինի, քան տենց ավելի լավ գրված լինի, ասենց ասած էլի, այսինքն ավելի արագ աշխատի կամ ավելի կարճ լինի։ Արագ աշխատելը իհարկե էլի կարևոր է, բայց internally-ությանը շատ կարևորություն ենք տալիս, էլի։ Այս խնդրի հետ կապված չարժեր է ասենց խորանա երևի, ուղղակի որ նոր ենք սկսում, ուզում եմ տենց ինչքան նոր է տենց բաներ ասեմ, որ ծրագրի մեջ մտնի, էլի։ Որ հետո բոլոր մարդիկ ում հետ որ կաշխատեք դուք, տենց շատ շնորհակալ լինեն, էլի, որ տենց կոդ եք գրում հեշտ կարդացվող։ Թե չէ վատ գրված կոդը շատ դաժան բան է։ Լավ, մի քիչ շատ շեղվեցի։ Այս բանի հետ կապված օքեյ էր։ Ինչի չենք կարա մի print-ի մեջ final price-ն տպենք։ Բարի։ Դե հիմա մնում է մեզ գանք ու երկրորդ print-ը գրենք։ Մեր երկրորդ print-ն էլ պետք է լինի այդ final price text-ը, այսա չէ։ Այսենց copy անենք։ Ու գրենք մեր final price-ը, չէ, այսենց։ Այս օքեյ է։ Դե եկեք աշխատացնենք, տեսնենք ինչի օքեյ չի ու արագ դզենք։ Լավ, այս բան մի քիչ բարի է ստուգել profound-ը։ Այստեղ իրականում մի հատ sense փոճուրիկ սխալ կա, դիտում թողեցի։ Նայեք, այստեղ վերջակետից հետո ես բացատ եմ դրել, իսկ sense որ գրում ենք, մի հատ էլ ավտոմատ print-ն է մի հատ էլ բացատ ավելացնում, այստեղ տեսեք դառնում է մի հատ բացատի փոխարեն երկու հատ բացատ, բայց profound-ը անտեսել է տենց սխալ է, էլի։ Ու ժողովուրդ, sense Այս վերջի կետ զրոն էլ ինքը էական չի էլ, իստեղ profound-ը int-ը ակնկալը, մենք ավելի ընդհանուր դեպք ենք գրել, բայց ինքը սխալ չի դարձնում էլի ծրագիրը։ Այս խնդիրը նորմալ է։ Այո։ Հա։ Շատ բարի։ Եթե ոչ մի հարցեր չկան, գնանք հաջորդ բաժինը։ Քանի արտիկելը տևից լուծենք։ Դասը ընդհանուր ինչքան կտևի։ Դե բան, ինձ թվում է մի կես ժամ էլ։ Տենց 1-1.5 ժամ է, էլի, սկզբանը նախատեսել, բայց կախված ընթացքից, էլի։ Եթե խնդիրը կիսատ չենք թողի, էլի, եթե հանկարծ շատ կտրուկ բանի մոտ չառաջանա, մինչև až կփորձենք գրել ինչ անենք, արդեն կզգանք, էլի։ Վերջած մոտավոր 25 րոպեից կվերջացնենք։ Լավ, եղավ, մերսի։ Հա, շատ բարի։ Եկեք այս երկուսի հենց առաջինը փորձենք լուծել։ Խնդիրը հետևը, այս էլ էլի տենց նախորդ տարածներից հետո շատ բարդ չի լինի։ Խնդիրը հետևյալն է։ Մեզ տված է մի հատ թվաբանական պրոգրեսիայի գործակիցներ A1, D ու N։ Խնդրում է տպել I-ներորդ անդամը։ Ու բանաձևը սա է։ I-ը հավասար է A1 գումարած D անգամ N-1։ Եկեք ես էլ արագ գրենք, գնանք առաջ։ Կամ կանք դանդաղ գրենք, էլի, ինձ թվում է ձեզ մեկը հեշտ կտրվի նախորդներից հետո, բայց եթե երկար լինի, էլի նորմալ է։ Ասեք ինչ գրեմ, գրեմ։
Դե իսկ նախ մուտքերն է, չէ՞, 3 հատ մուտք ունենք։ 3 հատ մուտք են կանում, մի հատ ան, մի հատ դեմ, մի հատ էլ n-ը։ Ան ասած է ալբան էլի սկզբում։ Ահա, A1 ու արդեն գիտեք, կանգնենք int input, float ավելի ընդհանուր դեպքում կլինի, բայց կանք ստեղ int գրենք, then int input ու n հավասար է int input։ Ու ինչ ենք անում։ Հաշվում ենք արդեն an-ը հավասար է, բանաձևի մեջ ենք տեղադրում այդ բոլորը։ Այսինքն A1 գումարած d անգամ n-1, չէ՞։ Բայց փակագծերով։ Ճիշտ է։ Ու print fine։ Ով այս խնդիրը երևի չարժար անենք։ Հավայ, սխալ տվեց։ Հա, այստեղ A1 եմ գրել, այստեղ A եմ գրել։ Այս լավ է, որ սխալ տվեց, նայեք, եթե հանկարծ սխալ է տալիս, գալիս ենք, իջնում ենք այստեղ լրիվ ներքև ու կարդում ենք, թե ինչ է գրված։ Տեսնում ենք name error, name a is not defined, did you mean A1։ Այս Python-ը շատ լավ է, էլի, ասում թե ինչ ենք սխալ արել։ Ու այստեղ ոնց որ եթե անգլերեն խնդիր ունեք, կարելի է գցել Google Translate-ը միանգամից, ու միանգ այս կարդալով արդեն զգում ենք, էլի, որ այս ան պետքա դարձնենք A1։ Կամ եթե սխալ է լինում, ուղղակի այս երկու տեքստն ենք վերցնում ու համատում ենք աչքով, թե այդ ինչն է սխալ գնացել։ Լավ, այս էլ այս խնդիրը։ Պստիկ վարժություն որպես։ Այստեղից ինչ որ հարց կա։ Ոչ։ Okay, եկեք էլի որպես արագ վարժություն այս երկրորդը նայենք։ Այստեղ էլի ինչ տարբերակ ցույց տա որ ընտրել։ Ցույց տվեց տարբերակ շատ լավ է։ Եկեք հələ մտածենք, տեսնենք իսկ այս բացասական թիվը, եթե ամբողջաթիվ բաժանում անենք, ինչ կտա։ Հետարքիր վարժություն ասա։ Օրինակ 8 բաժանած 4-ը 2 է, 7 բաժանած 4-ը 1 է, իսկ օրինակ -7 բաժանած 4-ը ինչ է։ Տարբերակներն է error կտա, կասի մի բան են չի, կասի 1 է պատասխանը, կասի -1 է պատասխանը ու կասի -2 է պատասխանը։ Ով ինչ վարկած ունի, թող ուղղակի ասի։ -2։ -2։ -2 ես եմ մտածում։ -2, որտեղ ինքը վերացնում է դեպի այդ կողմ երևի ինստանս է թվում։ Դեպի ինչ կողմ։ Դեպի փոքրի կողմ։ Հա, փոքրի կողմ։ Հա, իրականում հա ժողովուրդ, այս ոնց որ եթե փորձենք հենց բանով գրենք ուղղակի, -7-ը պետք է լինի հավասար ինչ որ բան անգամ 2, անգամ 4 գումարած ինչ որ բան, չէ՞։ Մենք այստեղ միշտ այս առաջի թիվը, որ ուզում է լինի, պետք է ավելի փոքր լինի այս արդյունքի թվից, որտեղ այստեղ այդ մնացորդը, որ գումարելու ենք, ինքը դրական ենք ուզում լինի, էլի։ Այսինքն այստեղ առաջի հայացքից -1 ենք մտածում գրենք, բայց որ իջենք -4-ը -7-ից մեծ է, այստեղ արդեն պետք է ստիպված գրենք հանած 3, էլի, բայց հանած 3 չեք ուզում, գումարած 1 լինի, դրա համար սա էլ դառնում է -2։ Այս էլ մի հատ փոքր բան, որ սրան ուշադիր լինենք ապագայում։ Հարցեր կա այստեղ, օքեյ էր։ Դե լավ։ Եկեք հաջորդը այս բանը նայենք։ Ուսանողները եւ խնձորները նայենք շատկի։ Այս հրա վրա մի քիչ կտանջվենք ինձ թվում է, բայց ինքը մեզ ահագին կօգնի։ Հարկապես այն մարդիկ, ովքեր որ տնայինից ուսանող եւ խնձորներ մեկը նայել են, շատ լավ է։ Մեկը դրա ավելի հետաքրքիր տարբերակն է, էլի։
Խնդիրը հետևյալն է։ Մեզ մտքում տրված է ինչ որ ուսանողների քանակ ու խնձորների քանակ։ Հիմա ուզում ենք այդ խնձորները բաժանենք ուսանողների մեջ։ Ու հարց է առաջանում։ Օրինակ, եթե չկարողացանք արդար բաժանել, քանի հոգի է, ում որ քիչ խնձոր կհասնի։ Այսինքն, եթե 7:30 լինի, օրինակ, 7-ը որ 30-ի տենց ամբողջատիվ բաժանենք, 4 պետք է լինի, բայց 7 անգամ 4-ը 28 է, 2 խնձոր էլ ավել է մնում։ Այսինքն 2 հոգու մի խնձոր ավել ենք տալիս։ Դա ասում է 5 հոգի պակաս խնձոր ստացավ։ Այդ 5-ի նկատմամբ անարդար եղավ։ Հիմա ուզում ենք հասկանանք, այդ քանի մարդու նկատմամբ է անարդար լինում այդ մեր խնձորների բաժանումը։ Պատկերացրեցիք խնդիրը։ Այո։ Այո։ Բարի, դե եկեք փորձենք գրել։ Ինքը ստեղ որպես փոփոխականների անուններ առաջարկում էր SWA գրել, sense students բառից, apples բառից։ Կարանք հետևենք իրան։ Սան պետք է լինի int input, այստեղ չեմ գրում input, որ դուք ուղեք input, ես գիտեմ, որ գիտեք, բայց ուրիշ դասերում էլի sense կանեմ։ Ու մնացածը արդեն ասեք։ Կարաք միանգամից լուծում չասեք, էլի, կարաք զուտ սկզբնական քայլ, ինչա կարելի անել, կամ ուղղակի իդեա առանց ոչ մի կոդի։ Ան պետք է բաժանենք էսի։ Ահա, Ես ոնց բաժանենք։ Երևի մնացորդների քանակը պետք է իմանանք, որ տեսնենք քանի հոգու է ավելի շատ հասնելու։ Okay։ Այսինքն A մնացորդի նշան S։ Այդտենց։ Okay, սա տպեմ, թե ոնց անենք։ Հա, երևի տպենք։ Okay։ Իսկ օրասվել բաժան, լավ է, բաժանելն էլ կգանք։ Եթե բաժանելով գնայինք, կար sense մոտեցում, կարենք բաժանեինք, հասկանանք, թե ամեն մեկին քանի հատ է հասնում, հետո ընդհանուր քանակից հանեինք այդ թիվը անգամ խնձորների քանակը, ուսանողների քանակը, էլի։ Բայց հա, ոնց որ այդ միանգամից ավելի ճիշտ ասացիք, այդ նույն մնացորդներ լինելու, էլի, նույն մնացորդի գործողություններ լինելու։ Սա եթե աշխատացնենք, վայ, սխալ է տալիս։ Ասում է 5 ոչ թե, ասում է ծրագիրը տպում է 2, այս ներքևինն է մեր տպածն է։ Իսկ ակնկալվող բան ելքը 5 էր։ Սխալ ենք գրել։ Այս երկուսը որ ստանում ենք ինքը այդ ի՞նչն է։ Երկուսը մնացորդն է, այսինքն 2 խնձոր sense ասած ավելանում է։ Ահա։ Այսինքն երկուսը այդ ոնց որ գնալու է այն մարդկանց, ովքեր շատ են ստանալու, մնացածներ լինելու են այն մարդիկ, ովքեր քիչ են ստանալու։ Այսինքն ոնց ենք գտնում քիչ ստացողներին։ Կանոնների Աշակերտների թվից հանում ենք մնացորդների թիվը։ Ահա, շատ լավ։ Գրում ենք S մինուս A մնացորդ S, չէ՞։ Փորձենք։ Ահա, ճիշտ աշխատեց։ Ընտիր։ Submit ենք սխմում։ Ու կարմերում է։ Հələ մի բան են չի։ Պետք է հասկանանք թե ինչն է խնդիրը։ Դե այստեղ նա իրականում բան է, էլի։ Այս մնացորդը ինքը 1-ա մինուսից առաջ է անում, բայց համոզվելու համար կարանք sense փորձենք գրել, էլի, օրինակ գրենք A մնացորդ S-ը տպենք թե ինչ է, print S-ը տպենք թե ինչ է, ու համոզվենք այն ինչ մենք մտածում ենք, թե չէ։ Հա, S-ը 7 էր, 7-ը նորմալ մուտք է արել, A մնացորդ S-ը 37-ի բաժանից 2 մնացորդ է տալիս, էդ էլ է նորմալ, 7-ից 2-ը նորմալ հանել է 5 է ստացել, այսինքն այդտեղ ոնց որտեղ խնդիր չունենք։ Բայց այդ լավ վարկածել էլի, փակագծերին ուշադիր արժի լինել միշտ։ Ինչ մտքեր կա, թե
ինչը կարա ինչ լինի։ Ես մի քիչ փոշմանում եմ, որ դասի սկզբում սա հետ կապված օրինակ բերեցի, երբ որ ճիշտ չի աշխատում, բայց ես հույս ունեմ դուք մոռացել եք այդ օրինակը։ Սենց մի հատ բան ասեմ եկել, սա էլ պետք է ցույց տայի։ Պրոֆանդում սենց մի հատ հնարավորություն։ Ոնց որ եթե ինչ-որ բան աշխատացնում ենք մի օրինակի վրա ճիշտ է աշխատել, բայց submit ենք տալիս ու սխալ է տալիս, այդ նշանակում ինչ-որ դեպք կա, երբ որ մեր ծրագիրը չի աշխատում։ Հիմա եթե մենք կարողանանք գտնենք դեպք, երբ որ ծրագիրը չի աշխատում, այդ մեզ արդեն թույլ կտա ուսումնասիրել ու փորձել տենց ջրի երես հանել մեր խնդիրը, էլի։ Դրա համար լավ տարբերակ է փորձել տենց նոր մուտքեր մենք տանք ու տեսնենք ինքը դրանց դեպքում ոնց է աշխատում։ Այսինքն կարող ենք օրինակ ստեղ S-ին վերագրենք, ասենք թող S-ը լինի օրինակ 10, an լինի 3, տեսնենք այդ դեպքում ինչ է տպվում։ Սենց կարող ենք տարատեսակ դեպքեր ավելացնենք։ Բայց Profound-ը մեզ տալիս է հարմար հնարավորություն այդ նույնն անելու, որ կոդի մեջ չփոխենք։ Կարող ենք ստեղ այս թեստի մոտ կտեսնենք այս պլյուսի կոճակին, ու ստեղ մուտքում գրենք, թե ինչ մուտքեր ենք ակնկալում։ Այս առաջի դաշտում գրենք օրինակ լավ, այս ոնց որ 37 խնձորեր, 7 ուսանողի 30 խնձոր ենք տալիս, իսկ եթե 7 ուսանողի 31 խնձոր տանք, այդ դեպքում ինչ պետք է լինի ելքը։ Դե ոնց որ մի հոգի ավել կա որ բան կստանա, որ մի խնձոր ավել է, այսինքն մի հոգի պակաս կլինի, ում որ անարդար է հասնում, ու ոչ թե պատասխանը կլինի 5, այլ պետք է պատասխանը լինի 4, չէ՞։ Սա աշխատացնենք։ Ինքը կհամատի նաև այս դեպքի համար, կտեսնի ճիշտ եղավ, թե չէ։ Հիմա այս դեպքում ճիշտ եղավ։ Այս բարձր է, օրինակ ավելացնելու բանը, թեստ ավելացնելու պահը։ Ինքը շատ հարմար գործիք է, էլի, հատկապես երբ որ խնդիրները դժվարանան, ինքը մեզ շատ է օգնելու։ Մի հատ sense բան ասեմ, օրինակ եթե ենթադրենք, որ չգիտեմ, խնձորներ չկա, այսինքն 0-ն ենք բաժանելու այսին։ Հա, իրականում 0-ի կանք այդ օրինակ ավելացնենք, ասենք խնձոր, ասենք 7 ուսանող է ու խնձոր չկա, ինձ թվում է այս դեպքը Profound-ում հաշվի առածել չի, այսինքն եթե ուշադիր կարդանք, գուցե նշված լինի, գուցե չէ, բայց եթե 7 հոգի է ու ոչ մեկին չենք տվել, այդ երևի արդար է, չէ՞, այսինքն բոլորին չենք տվել, բոլորի նկատմամբ արդար է։ Հա, բայց ուրիշ բան տպեց ինքը։ Իսկ եթե փորձենք 7-1 գրենք։ Փորձենք, այսինքն 7 ուսանող ու մի խնձոր, այդ դեպքում ինչ պետք է լինի ելքը։ Ուսանողից մենակ մեկ են։ Չէ, բայց ինչի՞։ Դե եթե 7, հա, ոչ չէ։ 6 հոգի են չեն ստանալու խնձոր։ Պես պետք է լինի, սա աշխատացնենք, սա էլ կստուգինի անգամից։ Հա, այս էլ նորմալ աշխատում։ Եթե Այս խնդիրը հենց դրա համար է լավ խնդիր էլի, որովհետև գրում ես, լուծում ես, սա ճիշտ է աշխատում, ու ինչ որ բան կա, որ հա չի աշխատում ու չես ջոգում, թե ինչն է աշխատում, էլի։ Ինքը սենց բզբզալու խնդիր է, էլի։ Մինչև գտնվի դեպք, երբ որ ճիշտ չի աշխատում, որ արդեն խորանանք ու պատճառը հասկանանք։ Իսկ այս խնդրի դեպքում կարա սխալ համարվի են, որ օրինակ խնձորների քանակը հենց հավասար լինի ուսանողների քանակին, այսինքն մեր ծրագիրը չկարողանա գտնի ուսանողներ, որ իրանք քիչ չեն ստանում բոլոր պահանջներ։ Դե այդ դեպքում էլ պետք է ինքը տպի ասի օրինակ ոչ մեկ, ասի բոլորին արդար է, 0 հոգու է անարդար, էլի։ Այսինքն եթե 7 է, պետք է ելքը լինի 0, չէ՞։ Այդ բարձային չի տենց։ Հա։ Ու հա, իրականում հենց խնդիրը սրա մեջ է։ Նայեք ինքը տպեց 7։ Օրինակ եթե լիներ
հենց իրար հավասար լինելով մեզ չի նրբությունը, էլի, ասենք եթե լիներ 7 ուսանող ու 14 խնձոր, ամեն մեկին երկուական եթե հասներ։ Ինքը կտպեր էլի 7։ Այստեղ մոնասա նշան չի կրվում, էլի 7 է տպում։ Կուզեք ոնց որ գրենք թե որը ինչ հա, տեսնենք թե իդարից որ հանում ենք ինչ հա լինում։ Եկել մխիթար վարդանտրան բուք մյուտ կլինեք, չոր ֆոնի ձեն է գալիս, հա, մերսի։ Եկեք մեր S-ը տպենք, գրենք ասենք բան, students, տպենք S-ը, ու տպենք մեր բանը, աբաժանած S-ը։ Ամնացորդ S-ը ավելի ճիշտ։ Մենք 7 ուսանող ունենք, իսկ երբ որ 14-ը բաժանում ենք 7-ի, մնացորդում տալիս է 0։ Ասում եմ մենք 7-ից հանեցինք 0։ Պարզա՞ր էս պահը։ Իսկ մենք պետք է 7-ից հանեինք 7 այս դեպքում։ Պետք է այսինքն այդ 0 մնացորդի դեպքում մեր ծրագիրը ջարդվում է։ Ահա։ Գտանք մեր ծրագրի թույլ կողմը։ Այսինքն այնտեղ A% չենք գրի, այնտեղ ուրիշ ձև կանենք։ Երևի հենց A բաժանած S-ով։ Փորձենք, Երկու բաժանածով։ փորձենք։ Կարելի է փորձել, բայց այտենց էլ աշխատացնենք, տեսնենք։ Ահա, այտենց մնացած ձեռքերն է ջարդվում։ Ինչ չլսեցի։ Երկու դեպքով էլ թե բաժանածով երկու հատ թե տոկոսով վերջում մենք տոկոս է մնացորդն ենք չէ գտնում նես չի որ դի բան պիտի փոխի։ Ուղղակի չէ, եթե հենց կոնկրետ բաժանած ենք անում, այդ արդեն լրիվ ուրիշ պատմություն է, ուղղակի գտնում ենք թե ամեն մեկին քանի խնձոր է հասնում, ինչը իրականում շատ էական չի մեզ։ Բայց սրանով զոտ տեսանք, որ այդ երկու մոտեցումն էլ սխալ են աշխատում, էլի պետք է ինչ-որ ուրիշ բան փորձենք անել։ Սենց մի հատ ուղղորդող հարց տամ։ Եթե ասենք մնացորդը լինում է 1, այդ դեպքում ինքը տպում է 6, այդ նորմալ է, չէ՞։ Եթե մնացորդը լինում է 2, ինքը տպում է 5, այդ էլ է նորմալ։ 3-4-ը նորմալ է, 5-2 նորմալ է, 6-1 նորմալ է, մենակ նորմալ չի այդ 0-ի դեպքը։ Այսինքն ամեն ինչ ջարդվում է մենակ մի հատիկ 0-ի դեպքում։ Կարող է if-ով անենք։ Չէ, մենք if-եր չենք անցել։ Մենք if-ը չգիտենք դեռ, չէ։ Հետո կարելի է, բայց հիմա ավելի հետաքրքիր է, էլի, ավելի պետք է տանջվենք, որ լուծումը գտնենք, էլի, սենց ավելի լավ է։ Հա, ուղղակի դժվար է, որ արդեն if-ով կամ while-ով պատկերացնում եմ, տենց այս ձևով, այս ֆորմատով փորձեմ գտնեմ լուծումը։ Հա, պետք է տենց ներքին պայքար պետք է բանանես, էլի, որ դիմանաս տենց չանես։ Բայց ժողովուրդ, նայեք, իմ ասած ստեղն էր, որ S մինուս A մնացորդ S-ը երբ որ լինում է օրինակ 5, մենք իրան ուզում ենք նույն ձև 5 թողնենք, չէ՞։ Երբ որ ինքը լինում է օրինակ 0, լավ եկեք սրա կողքը հենց մենք ուզում ենք օրինակը ջնջենք, կարանք այսպես այս x-ին սխնենք, էլի։ 7:30-ի դեպքում 5-ը նորմալ է, գոհ ենք դրանից։ 7:31-ի դեպքում 4-ը նորմալ է։ Այդտեղ 7:32-ի դեպքում 3-ը էլի նորմալ է։ 7:35-ի դեպքում 7-ը նորմալ չի, պետք է լինի այսպես գրենք, պետք է լինի 0։ Այսինքն 5-ը անփոփոխ ենք թողում, 4-ը անփոփոխ ենք թողում, 3-ը անփոփոխ ենք թողում, 7-ը ուզում ենք փոփոխենք, 7-ը ուզում ենք դարձնենք 0։ Հիմա ասենց մի հատ հարց տամ։ Այդ որ գործողությունն է, որ 7-ը օրինակ է, էլի, բայց ասենք այդ ինչ կարանք անենք 2-ի հետ, որը 7 է ներառում, որ 2-ին թողի 2, 3-ին թողի 3, 1-ին թողի 1, 4-ին թողի 4 եւ այլն, մենակ 7-ը գա դարձնի 0։
որ օրինակի համար անենք 7 բազմապատկենք -1-ով կարող է աշխատի։ Սրո եթե անենք չի։ Եկան հատով 7-ը բազմապատկենք -1-ով։ Ահա։ Այդտենց այդ ուղղակի -7 կստանանք, չէ՞, մենք ուզում ենք բերենք 0 դարձնենք, այսինքն 2-ը գա 2, 3-ը 3, 7-ը 0։ Չէ, ժորդ բանը մի հատ եկեք ընդհանուր մի հատ միջև սա հարց։ Այս հասկանալի է, թե ինչ ենք ուզում անենք, էլի այս process-ը, ու թե ինչի ենք ուզում անել։ Okay, եթե հարց չկա, էլի ինչ վարկածներ կային, ինչ որ բան 0-ի հետ կապված լսեցի։ Տենք 7-ը բացը 7 անգամ 0։ Այսինքն 7 է սլակ 0, հա։ Այսինքն բազմապատկենք 0-ով։ Հա։ Okay, այդ 7-ը կդարձնի 0, բայց ինքը 3-ին է կդարձնի 0, 2-ին է կդարձնի 0։ Մենք պետք է որ ինքը սրանց չկպնի, իսկ մենակ 7-ին դարձնի 0։ Պատկերացրեք։ Այդ ինչ որ վարկածներ կան, եթե չէ մի հատ ցույցում կտամ, հուշում կտամ։ Okay, եկեք պրոստը բացառման կարգով։ Եվ ոնց որ այստեղ 7-ը կարևոր դեր ունի, չէ՞։ Այսինքն իր գործողությունները եթե լինի, այդ դրա մեջ 7-ը պետք է մասնակցի, չէ՞։ Հիմա պետք է անենք 7, օրինակ, եթե անենք գումարման կապված ինչ-որ բան, ասենք գումարած 7։ Սա ճիշտ չի լինի, չէ՞։ Վերոնալ 7 գումարած 7 հաստատ չի աշխատի։ Եթե հանած անենք, աշխատի 7 - 7-ը 0, բայց 6 - 7-ն էլ -1։ Չեմ ամբողջ թվով բաժանում։ Ահա, ճիշտ լսեցի։ Իրանից հանենք ամբողջ 7 են 2 բաժանածով, անգամ 7։ Հիմա սկսեց լավ լսվել ձեզան, էլի, որ խնդրեմ մի հատ էլ կասեք։ Հենց իրանից այդ ստացածից հանենք նույն ինքը 2 բաժանումով բաժանած 7, հետո մի հատ էլ անգամ 7։ Okay, այսինքն հանենք սա, հետո բազմապատկենք 7-ով, փակագծերը ոնց դնեմ։ Հենց տենց առանց փակագիծ։ Այսինքն 7-ից հանում ենք 7 մնացորդով բաժանած 7 անգամ 7։ Սա տալիս է մեր մոտ 0, չէ՞, նորմալ է։ 6 եթե լինի, 6-ից հանում ենք 6 մնացորդով բաժանած 7, սա տալիս է 0 անգամ 7, այսինքն 6 - 0 տալիս է 6։ Կանք համոզենք, որ այս 1 2 3 4 5 դրանց համար էլ ճիշտ է աշխատում, ոնց որ հա, ընտիր է։ Ճիշտ աշխատեց։ Շատ լավ է։ Բայց կարող է մի հատ փոքր փոքր գործողություն կա, որ այս նույն արդյունքին կարա հասնի։ Մենք այդտեղ ըստ էության ինչ ենք հաշվել։ Որ նայել ենք, թե քանի հատ ամբողջ կա մեջը, բազմապատկել ենք այդ թվով ու հանել ենք։ Ըստ էության մենք ի՞նչն ենք ստացել իրար։ Պրոստը 2 բաժանածով 7։ Չէ, պրոստը 2 բաժանածով 7-ը այդքան էլ նույն արդյունքը չի, որ օրինակ եթե 6 ուղղակի բաժանած 7 հանենք, ինքը կդառնա 0։ Օրինակ եթե 15 ու 3 4 թվերը լինի, այստեղ սրա վրա եթե կիրառենք, ասել ենք 15-ից հանած 15 ամբողջ թվով 4 անգամ 4, չէ՞։ Սա նույնն է ինչ 15-ից հանած այս 3 անգամ 4, չէ՞։ Սա տալու է մեզ 3։
Այստեղ էս 3-ը ինչ է կամ այս 3-ը ինչ է։ Այս մեկը նոր չէ։ Իսկ սա ինձ բաց թվերը դրեց երկուսն 3 ստացվեց։ Եկեք նետո շարունակեմ, որ այնակ 13 ու 4, եթե սա կիրառենք է դրա վրա, այսինքն 13 հանած, 13 բաժանած 4, անգամ 4, սա տալու է մեզ 13 բաժանած 4-ը հավասար է 3-ի, չէ։ Սա կտա մեզ 1։ Այս նույնը ինչ գրենք, որ 13-ը հավասար է 3 անգամ 4 գումարած 1, չէ։ Մեզ պետք է այս 1-ը։ Ժոր նորմալ է, շատ չխառնեցի այս թվաբանության հետ։ Այստեղ այս 1-ը այդ 13-ի ու 4-ի հետ կապված այդ ի՞նչն է։ Բազմապատիկը չի, բաժանարարը չի, ի՞նչն է։ Բաժանումն է 4։ Մնացածն է, չէ։ Այստեղ էլ մենք այսա որ գրել ենք, սա ըստ էության նույն մնացորդ հաշվելու կոդն է։ Այսինքն բաժանում ենք, տեսնում ենք քանի հատ ամբողջ կա ու բազմապատկում ենք այդ թվը, որի վրա որ բաժանել էինք։ Ու հանում ենք թվից այդ մնացորդ ստանալն է հենց, էլի։ Ասենք 13-ից ինչքան հնարավոր է բաներ ենք հանում, 4-ը ենք ուզում բաժանենք, ինչքան հնարավոր է այդ 4-երից հանում ենք, տակը ստանում ենք այն ինչ մնում է, էլի։ Այստեղ էլ եթե 1-ը մնացորդով բաժանենք 7-ի վրա, 1-ը հավասար է 0 անգամ 7 գումարած 1, չէ։ 1-ի մնացորդը 1-ն է, նույնձև 2-ը 2, իսկ արդեն 7-ը դա 7 անգամ 1 անգամ 7 գումարած 0-ն է։ Այս օքեյ էր։ Ժորդ նորմալ էր, անկեղծ ասեք էլի, եթե խառնվեց, եթե խառնեցի ասեք։ Դրանով, եթե սա պարզ էր, ինչ պետք է անենք հիմա, այսինքն մենք հասկացանք, որ արդյունքում այդ ստացված ամեն ինչը պետք է նայենք իր 7-ի բաժանումից տվող մնացորդը, չէ։ Մենք այսինքն կոդը ոնց փոխենք մեր։ Հաստատ հասկանալի էր, հաստատ օքեյ էր։ Թող ձեր բարձրացնեն նրանք, ովքեր այդպես լրիվ հասկացան։ Չէ, այդպես չեմ իմանա, այսպես դեռ չբարձրացնելու դեռ չի նշանակի, որ դեռ չեք բարձրացել։ Լավ, մի խոսքով խնդրում եմ, եթե ինչ-որ բան զգում եք, որ այդքան էլ պարզ չի, հիմա ասեք, էլի։ Ինքը խառնող է, էլի, ինքը հեշտ չի, ես էլ շատ լավ չբացատրեցի, ինձ որ լրիվ նորմալ է, որ հարց մնացած լինի, էլի, ստեղից։ Կլինի լուծումը գրեք, մենք ուղղակի դրան նայենք, եթե չհասկանանք, ասենք միանգամից։ Ուղղակի ես թեթևակի հասկացա, բայց չեմ պատկերացնում ոնց այդտեղ գրենք։ Մենք ոնց որ բան ենք, չէ՞ անում։ Այս ստացված արդյունքը եթե 1 էր լինում, ուզում ենք իրան թողենք 1, այսինքն մնացորդը հաշվենք 7-ից 7-ը թողենք 7 եւ այլն եւ այլն։ Հիմա այստեղ 7-ը դարձնենք 0 ճիշտ։ Հիմա սա եթե մեր այդ վերջնական արդյունքն է, լավ եկեք գրենք ուղղակի արդյունք արագ կներեք լատինատառի համար, եթե սա էր, մենք ուզում ենք մեր արդյունքը մնացորդով բաժանենք 7-ին։ Այսինքն կոդը սենց էր դառնում, արդյունք մնացորդ 7։ Մնացորդ ընդհանուր դեպքում S էլի։ Այդ 7-ը զուտ օրինակի վրա էր։ Այս պարզ է։ Այս խալ կլինի սենց պատճառով։ Յոթը։ Հա, չէ, 7:35-ի դեպքում մենք ենք թեստը սխալ սարքել, էլի պետք է 0 տա 7:35-ի դեպքում։ Ոնց որ կոդը այսքանն է, էլի։ Արդեն կանաչեց։ Հիմա ոնց է։ Այս կոդը որ գրեցինք։ Հիմա հասկացա։ Okay, ընթեր։
Ես այս խնդիրը սիրում եմ, որովհետև ինքը բան է, էլի, այն առաջի խնդիրն է, որտեղ հստակ խնդրի ենք առնչվում, էլի, որ տենց մի բան ջարդվում է ու չենք հասկանում ոնց սարքենք։ Չգիտեմ, դուր եկավ թե չէ։ Բայց ինքը լավն է, ոնց որ խնդրի գտնել հմտությունը զարգացնելու տեսանկյունից ինքը լավ խնդիր է։ Այստեղ մեկ է միացած բան ասեմ, կարող ոնց որ թվա, որ ոնց որ թե ծրագրավորման լեզու ենք սովորում, ինչի ենք այսքան մաթեմոտ բաներ անում, ինչ ենք ասենց ինչ-որ պրոստը խնդիրներ լուծում, այս ինչ կապ ունի հենց բում ծրագրավորման հետ, այս Python չի որպես այդպեսին։ Նայեք, որոշ չափով ճիշտ եք ասում, այստեղ օրինակ կոդի տեսանկյունից կոդը շատ ավելի փոքր, շատ ավելի կարճ բաներ ու որ մնացորդի նշանն էլ գիտենք, մինուսն էլ գիտենք, այս input-ն էլ գիտենք, ինչ մեզ տվեց այս խնդիրը ընդհանրապես։ Կարելի է այդ ձև մոտենալ այս հարցին, դրան դեմ ուղղակի բերեմ այս արգումենտը, որ շատ ավելի կարևոր հմտություն է լինել խնդիր լուծող մարդ, այդ չի լինի ոնց որ պրոստը փոքր profound-ից վարժություն, այլ ոնց որ կյանքի ընթացքում, գործի ընթացքում հանդիպած խնդիր, առաջադրանք, որ պետքա բրբտել գտնել լուծումը։ Այդ ավելի կարևոր հմտություն է որոշ չափով, քան հենց ուղղակի բուն կոնկրետ լեզվի հետ կապված բաները իմանալը։ Գերլաձևեր եւ այլն իմանալը։ Դա համար մենք մի քիչ sense ավելի ծանրոտ ճանապարհով ենք գնալու, այն հույսով, որ արդյունքում զարգացած գիտելիք ընկալած գիտելիքները ու զարգացած հմտությունները ավելի մրցունակ են ձեզ դարձնելու, էլի ապագայում։ Ու նաեւ թեկուզ ուրիշ կյանքի կոնսպեկտների վրա են դրականացնելու, էլի, եթե այդպես ալգորիթմիկ մտածողություն մտնի ձեր մեջ։ Դա համար մի քիչ համբերատար եմ խնդրում լինեք ու sense որոշ խնդիրների վրա все-таки տանջվենք։ Եթե դες դուր չի գալիս, այդ անանուն հարցումը որ ուղարկեմ, կարա կտա գրեք, նորմալ է որ դուր չգա, բան չկա դրա մեջ։ Ուղղակի տենց անել ուղղությունը կհասկանանք, էլի։ Ինչ որ մեկը ձեռաշ բարձրացրել, ոնց որ թե Աննան։ Երբ եթե ինչ-որ հարցեր, մտքեր, առաջարկներ, ցանկացած ինչ-որ բան կա, ասեք։ Ես կարող եմ հարցնել։ Օրինակ նայեք, եթե նենց լինի, որ խնձորների քանակը 6-ն է, բայց ուսանողների քանակը 7-ը։ Այդ դեպքում ինքը ինչ արդյունք կտա։ 6 հատ խնձոր ու 7 հատ բան, չէ՞։ Չէ, առաջին ուսանող, 7 ուսանող, 6 հատ խնձոր։ Ըստ քեզ ինչ պետք է լինի։ Դե փաստացի մի հոգի ա, որ սաղից քիչ է ստանալու, 1։ Հենց դա պետք է լինի լուծումը, ճիշտ է։ Ու դա այստեղ հաշվի առնվում է, էլի, որտեղ ոնց որ լինում է այստեղ 6 հանած Աճիշտ ներողություն 7 ուսանող է, չէ։ 7 հանած 7-ի մնացորդը 6-ի բաժանելի, 6-ի մնացորդը 7-ի բաժանելիս, ինչը 6-ն է, ստացվում է 7 հանած 6, էլի։ Okay։ Հա։ Շատ լավ է, որ խնդիրը լուծել վերջացրել ենք, բայց շարունակում եք օրինակներ ներել։ Դա էլ է շատ կարևոր։ Ժորդ, այսօր այսքանով վերջացնենք։ Հաջորդ դասերը ինձ թվում է ավելի երկար կանենք։ Այստեղ այս հաջորդ խնդիրներից այս 4-րդը ինքը ընտիր խնդիր է։ Մենք իրան կամ ինչ-որ պահի միասին կլուծենք, կամ ինչ-որ պահի կամ ինչ-որ պահի, հենց հիմա ասեմ, որ այս խնդրի վրա շատ լավ կլինի, եթե մտածեք, էլի։ Ինքը ընտիր խնդիր է։ Այս 6-րդը նույնպես ընտիր խնդիր է, այս կոդը չնայեք հետո։ Ինքը նույն ընտիր խնդիրն է, ինչ են երկրորդ բաժնի վերջի խնդիրներն են, ուղղակի մի քիչ ձևափոխված, այդ ժամացույցի խնդիրների վրա հաստատ արժի լիքը մտածել, իրենք շատ լավն են։ Ու այս մնացածն էլ վատիկները չեն, դա ժամանակ ունենաք, նայեք։